Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ապրիլի 2-ին Արմավիրի մարզում գտնվող Պաշտպանության նախարարության զորավարժադաշտում պայթյուն է տեղի ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ, պայմանագրային զինծառայողը մահացել է։ Ոստիկանությունը փաստական տվյալներ է ձեռք բերել մեր ձևով ազգային արժեքների պահպանություն հասարակական կազմակերպության Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարի կողմից Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարին, ՍԿ-ին, դատական նիստերին եւ այլ ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ։ Հետևելով հրահանգներին ԳԳ-ն հունվարին հանդիպել է գրասենյակի ղեկավար ԼՎ-ին տեղեկացրել, որ ընդունվել է աշխատանքի ՀԿ-ի Դիլիջան համայնքի գրասենյակում, սակայն որևէ աշխատանք չպետք է կատարի, փոխարենը միայն մեր ձևով շարժման հետ մասնակցելու է ՍԿ-ի դատական նիստերին, այլ ակցիաներին, որի դիմաց իր անվան բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204,000 դրամ, իսկ մարտի 10-ին 300,000 դրամ։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության եւ անգործության համար ստացել է խոշոր չափերի ընդհանուր $10,500 եւ 3 միլիոն դրամ կաշառք։ Պետպաշտոնյային մեղադրանքի առաջադրվել ընդհանուր 3 դրվագով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ պաշտոնատար անձին կաշառք տված ընկերությունների տնօրեններին։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը մարտի 20-ից փոխվել է, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառվել է տնային կալանքը 3 ամիս ժամկետով ու բացակայելու արգելքը։ Մարտի 30-ին անհայտ անձը իր մոտ պահվող հրազենից կրակոցներ է արձակել Վերի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի 29 տան ուղղությամբ, տուժածներ չկան։ Ապրիլի 2-ին հազանգեստացվել, որ Չարենցավան Ֆանտան ավտոճանապարհին տեղի ունեցել պատահար։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները, պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz Magnus-ի 2 ավտոմեքենա, վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուս վարորդը եւ 4 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 1-ին Երևանի Չարենցի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 47-ամյա Մոնիկայի վարած Rolls-Royce եւ 35-ամյա Հայկի վարած Chrysler Magnus-ի ավտոմեքենաները, տուժածներ չկան։ Մարտի 30-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Արգիշտի փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկի վարած Hyundai Elantra եւ Երևանի բնակիչ 19-ամյա Մանվելի վարած Nissan Magnus-ի ավտոմեքենաները, տուժածներ չկան։ Ապրիլի 2-ին հազանգեստացվել, որ Երևանի Արինբերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել, հրդեհի բարդության 1B սկանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները։ Հրդեհը մեկուսացվել ապա մարվել է, այրվել է հումք մոտ 7 քառակուսի մետր տարածքում։ Մարտի 17-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված 48-ամյա կինը հայտնել էր, որ նախկին ընկերը սպառնացել է վնասել իր հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները 45-ամյա նախկին ընկերոջ նկատմամբ կայացրել էին անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշում։ Տղամարդուն արգելված էր այցելել ընկերուհուն։ Մարտի 21-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվեց հաղորդում, որ այդ նույն տղամարդը վերջին օրերի ընթացքում պարբերաբար զանգահարել է 112 ծառայություն, դրսևորել անհամարժեք վարկ եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանների հասցեին։ Հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իրավական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու եւ ոստիկանության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար մարտի 27-ին ժամը 10:50-ին 45-ամյա տղամարդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվեց եւ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Նույն օրը նրա նախկին ընկերուհին տվեց հաղորդում, որ մարտի 26-ին անտեսելով վարչական արգելքը, տղամարդն այցելել է իրեն։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մարտի 14-ից 3-ը համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել Հովունի գյուղի մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ նախորդ օրը 8:30-ի սահմաններում Գյումրիում նստել է Mercedes Magnus-ի տաքսի ավտոմեքենա, հասել իրենց գյուղ, իջել ու մոտ 40 րոպե անց նկատել, որ մեքենայում թողել է պայուսակ, որում եղել է 340,000 ռուբլի, $1,600, մոտ 60,000 դրամ, քարտեր, անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական։ Տուժած տղամարդը դիմել էր վարորդին, որ վերադարձնի իր պայուսակը, սակայն նա հայտնել էր, թե մեքենայում ոչինչ չի եղել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ եւ Ախուրյանի համայնքային ոստիկանների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պայուսակը վերցրել է նույն տաքսում մեկ այլ պատվիրատու 50-ամյա մի կին։ Նա հրավիրվել է համայնքային բաժին, որտեղ բացատրական աշխատանքից հետո խոստովանել է, որ ինքն է վերցրել պայուսակը։ Կինը ներկայացրել է պայուսակը ողջ պարունակությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։